سلام عرض میکنم خدمت میهمانان گرانقدر. عصر بخیر میگم خدمتتون و به خونه خودتون خوش آمدید. Start. بسم الله الرحمن الرحیم. جمهوری اسلامی ایران از ساعات اولیه بامداد روز جمعه مورخ 23 خرداد ماه 1404 برابر با 13 ژوئن 2025 مورد حمله مسلحانه غیرقانونی از ناحیه رژیم صهیونیستی قرار گرفت. رژیم صهیونیستی در این تجاوز با حمله به مجتمع‌های مسکونی، زیرساخت‌های دفاعی و تأسیسات هسته‌ای نطنز ضمن وارد کردن خسارات تعدادی از فرماندهان ارشد نیروهای مسلح، دانشمندان، اساتید دانشگاه و مردم عادی، زنان و کودکان را به شهادت رساند. متعاقباً این رژیم با حمله به چند زیرساخت اقتصادی و عمومی مثل پالایشگاه‌ها و مراکز انتقال و توزیع محصولات نفتی، بیمارستان‌ها و دیروز هم صدا و سیمای جمهوری اسلامی ایران دایره تجاوزات خود را گسترده کرده است. ایرانی Իսլամական Հանրապետությունը 2020 թվականի հունիսի 13-ի վաղարամոթյան ենթարկվեց սիոնիստական ռեժիմի անօրինական զինված հարձակմանը։ Այս ագրեսիայի ժամանակ սիոնիստական ռեժիմը հարձակվեց բնակելի շենքերի, պաշտպանական ենթակառուցվածքների և նաթանզի ինժուրային օբյեկտի վրա պատճառելով վնասներ։ Նահատակվեցին զինված ուժերի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, գիտնականներ, դասախոսներ և սովորական քաղաքացիներ, կանայք և երեխաներ։ Հաջորդիվ ռեժիմը ընդլայնեց իր ագրեսիայի շրջանակը, հարձակվելով մի շարք տնտեսական և հանրային ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են նավթավերամշակման գործարանները և նավթամթերքի փոխադրման և բաշխման կենտրոնները, հիվանդանոցներ և 3 էլ հարձակվեց պետական հեռուստաընկերության վրա։ جمهوری اسلامی ایران در راستای اصل دفاع مشروع از خود مجموعی از تدابیر را اتخاذ و عملیاتی کرد. در جمله آنها پاسخ موشکی به نبردهای نظامی رژیم صهیونیستی و متعاقباً در پاسخ به حمله رژیم صهیونیستی به تأسیسات زیربنایی کشورمان حمله به تأسیسات اقتصادی آن رژیم بوده است. Համաձայն օրինական ինքնապաշտպանության սկզբունքի Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնարկել և իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում հրթիռային պատասխան հարձակում սիոնիստական ռեժիմի ռազմական բազաների և հետագայում հարձակում այդ ռեժիմի տնտեսական օբյեկտների վրա, ի պատասխան սիոնիստական ռեժիմի կողմից մեր երկրի ենթակառուցվածքների վրա հարձակման։ تجاوز رژیم صهیونیستی ایران در ادامه قانون‌شکنی این رژیم طی 8 دهه گذشته است و این رژیم بزرگترین ناقض حقوق و هنجارهای بین‌المللی و منشور ملل متحد شامل حقوق بشردوستانه و حقوق بشر بوده است. حمله مسلحانه غیرقانونی رژیم صهیونیستی به ایران حمله به کل منظومه سازمان ملل متحد و تهدیدی جدی علیه صلح و امنیت بین‌المللی است و شورای امنیت مکلف به ورود به موضوع با حالت توقف تجاوز است. Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան վերջին 8 տասնամյակների ընթացքում այս ռեժիմի կողմից իրականացված օրենքների խախտման շարունակությունն է, եւ այս ռեժիմը եղել է միջազգային իրավունքի եւ նորմերի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության, այդ թվում մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ամենամեծ խախտողը։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված անօրինական զինված հարձակում է ամբողջ ՄԱԿ-ի համակարգի վրա եւ լուրջ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը եւ անվտանգության խորհուրդը պարտավոր է միջամտել այս հարցում ագրեսիան դադարեցնելու նպատակով։ رژیم صهیونیستی تجاوز نظامی خود را تحت عنوان دفاع پیش‌دستانه با هدف جلوگیری از تهدید قریب‌الوقوع ایران
توجیه می‌کنند. چنین مفهومی به هیچ عنوان در قاموس حقوق بین‌الملل و منشور ملل متحد پذیرفته نیست و بدون تردید اقدام رژیم صهیونیستی نقض آشکار اصل منع توسل به زور مندرج در ماده 4 بند 2 منشور ملل متحد است. جمهوری اسلامی ایران به موجب ماده 51 منشور ملل متحد حق دفاع ذاتی از خود را دارد و این حق غیر قابل سلب است. Սիոնիստական ռեժիմը իր ռազմական ագրեսիան արդարացնում է Իրանից եկող անխուսափելի սպառնալիքը կանխելու անվան ներքո եւ կանխարգելիչ պաշտպանական քողի տակ։ Նման հասկացություն ոչ մի կերպ ընդունված չէ միջազգային իրավունքի տերմինաբանության եւ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Եվ անկասկած սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ուժի կիրառման արգելքի մասին սկզբունքի ակնհայտ խախտում է։ Համաձայն կանոնադրության 51-րդ հոդվածի Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք եւ այս իրավունքը անկախտելի է։ ایران تا امروز آغازگر هیچ جنگی نبوده و در طول دهه‌های اخیر همواره قربانی تجاوز بوده است. اما در پاسخ به تجاوز کاملا مشروع و بااقتدار از خودش دفاع کرده و می‌کند. جنگ بر ایران تحمیل شده و ایران هیچ نقشی در آن نداشته است. اما جمهوری اسلامی ایران مصمم به دفاع از خود در برابر تجاوز رژیم صهیونیستی است. Իրանը մինչ այսօր երբեք որևէ պատերազմ չի սկսել եւ վերջին տասնամյակների ընթացքում միշտ եղել է ագրեսիայի զոհ, սակայն ագրեսիային ի պատասխան մենք պաշտպանվում ենք լիովին օրինական եւ ուժեղ կերպով։ Պատերազմը պարտադրվել է Իրանին եւ Իրանը որևէ դեր չի խաղացել այն սկսելու մեջ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն տրամադրված է պաշտպանվել սիոնիստական ռեժիմի ագրեսիայից։ رژیم صهیونیستی تعمداً در حال گسترش دامنه تجاوز به سطح منطقه است و این هم منافع همه کشورها را متأثر خواهد ساخت. موجودیت این رژیم با جنگ، تجاوز، حمله به همسایگان و تشدید تنش و بحران و ناامنی عجین شده است و جنگ برای آن رژیم نه یک ابزار بلکه یک هدف است. این رژیم جعلی تلاش می‌کند برای خود هژمونی منطقه‌ای از طریق جنگ و خونریزی و تجاوز و ادعا معماری کند. این رژیم دشمن دیپلماسی و عامل اصلی ناامنی در خاورمیانه است. Սիոնիստական ռեժիմը միտումնավոր կերպով ընդլայնում է իր ագրեսիայի շրջանակը տարածաշրջանում եւ դա կազդի բոլոր երկրների շահերի վրա։ Այս ռեժիմի գոյությունը միահյուսված է պատերազմի, ագրեսիայի, հարևանների վրա հարձակումների, լարվածության, ճգնաժամի եւ անկայունության սրման հետ եւ նա իր գոյությունը տեսնում է պատերազմի մեջ եւ պատերազմը այդ ռեժիմի համար գործիք չէ, այլ նպատակ։ Այս կեղծ ռեժիմը իր կարծիքով փորձում է պատերազմի, արյունահեղության, ագրեսիայի եւ սպառնալիքի միջոցով կերտել իր տարածաշրջանային գերիշխանության ճարտարապետությունը։ Այս ռեժիմը դիվանագիտության թշնամին է եւ մերձավոր արևելքում ապակայունացման հիմնական գործոնը։ جمهوری اسلامی ایران بر اساس اسناد مطمئن امریکا را شریک تجاوز رژیم صهیونیستی می‌داند و ادعای واشنگتن در مورد گفتگو و دیپلماسی را بر اساس اظهارات حمایتگرایانه و انواع کمک‌های سیاسی، نظامی، فنی و اطلاعاتی آمریکا از رژیم صهیونیستی قویاً رد می‌کند. ما خواهان این جنگ نبودیم و مشغول اجرای دیپلماسی در خصوص برنامه هسته‌ای خودمان بودیم، ولی این تجاوز به ما تحمیل شد. اکنون نیز دولت امریکا را مسئول حمایت همه‌جانبه از اسرائیل در جنایات علیه ایران می‌دانیم. امریکا از نظر ما شریک این حملات است و باید مسئولیت خودش را بپذیرد و دست از ریاکاری و فریب افکار عمومی جهان بردارد. توافق با زور اسمش توافق نیست، تسلیم است.
ما تسلیم نخواهیم شد. Հիմնվելով ամուր փաստաթղթերի վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը Միացյալ Նահանգներին համարում է սիոնիստական ռեժիմի ագրեսիայի մասնակից եւ կտրականապես մերժում է Վաշինգտոնի երկխոսության եւ դիվանագիտության մասին պնդումները, որոնք հիմնված են հովանավորչական հայտարարությունների եւ Միացյալ Նահանգների կողմից սիոնիստական ռեժիմին տրամադրվող ամեն տեսակի քաղաքական, ռազմական, տեխնիկական եւ հետախուզական օգնության վրա։ Մենք չենք ուզում այս պատերազմը եւ զբաղվում էինք մեր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ, բայց այս ագրեսիան մեզ պարտադրվեց։ Մենք այժմ պատասխանատու ենք համարում ԱՄՆ-ի կառավարությանը Իսրայելին Իրանի դեմ կատարված հանցագործություններում ցուցաբերված լիակատար աջակցության համար։ Մեր կարծիքով ԱՄՆ-ն այս հարձակումների մասնակից է եւ պետք է ընդունի իր սեփական պատասխանատվությունը եւ դատարեցնի երեսպաշտությունն ու համաշխարհային հանրության մոլորեցումը։ Ուժի կիրառմամբ համաձայնությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, մենք չենք հանձնվի։ برخی کشورهای اروپایی و غربی که وجدان در آنها مرده است تلاش می‌کنند با مواضع ریاکارانه خود جای قاتل و مقتول، ظالم و مظلوم و متجاوز و مدافع را عوض کنند. آنها ریاکارانه و کاسدکارانه از ایران می‌خواهند که خویشتن‌داری کنند و زمانی یاد خویشتن‌داری بیفتند که کشور مورد تجاوز قصد دفاع مشروع از خود را دارد. درخواست خویشتن‌داری از کشوری که ملت و تمامیت ارضی آن مورد حمله و تجاوز قرار گرفته وجاهت منطقی و اخلاقی ندارد و باید بر متجاوز فشار وارد شود. Որոշ եվրոպական եւ արևմտյան երկրներ, որոնց խիղճը մեռած է, փորձում են իրենց երեսպաշտական դիրքորոշումներով տեղերով փոխել մարդասպան եւ սպանված, բռնակալ եւ ճնշված, ագրեսոր եւ ագրեսիայի շեմին գտնվող արտահայտությունները։ Նրանք երեսպաշտորեն եւ առևտրականի ոճով Իրանին կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ հիշում են զսպվածության մասին, երբ հարձակման ենթարկված երկիրը մտադիր է օրինական կերպով պաշտպանվել։ Զսպվածության կոչ են անում երկրին, որի ժողովուրդն ու տարածքային ամբողջականությունը հարձակման եւ ագրեսիայի է ենթարկվել։ Դա չունի ոչ տրամաբանական, ոչ էլ բարոյական արդարացում եւ պետք է ճնշում գործադրել ագրեսորի վրա։ رسانه‌های رژیم صهیونیستی و حامیان غربیان در توصیف حملات این رژیم با هدف سفیدشویی و تکفیرسازی این اقدامات را به عنوان اقدام علیه اهداف و مقامات نظامی تبدیل می‌کنند و در مقابل عملیات نظامی ایران را اقدام علیه اهداف غیر نظامی توصیف می‌کنند. واقعیت روشن این است که رژیم صهیونیستی با رضایت تمام مناطق مسئولین و شخصیت‌های نظامی و چهره‌های علمی ایرانی را به همراه خانواده‌های آنها و همچنین سایر مردم هدف قرار داده است. آیا صدا و سیمای ایران یک مرکز نظامی و هسته‌ای است؟ حمله بزدلانه این رژیم به صدا و سیمای ایران حمله به حقیقت است و نشانه استیصال آن رژیم است. آنها به دنبال خاموش کردن حقیقت هستند، اما باید بدانند که حقیقت با بمباران خاموش نمی‌شود. Սիոնիստական լրատվամիջոցները եւ այդ լրատվամիջոցների արևմտյան աջակիցները սիոնիստական ռեժիմի հարձակումները նկարագրելիս արդարացնելու եւ մաքրագործելու նպատակով այդ գործողությունները գովազդում են որպես ռազմական թիրախների եւ պաշտոնյաների դեմ ուղղված գործողություններ, իսկ Իրանի ռազմական գործողությունները որպես քաղաքացիական թիրախների դեմ ուղղված գործողություններ։ Ակնհայտ իրականությունն այն է, որ սիոնիստական ռեժիմը դաժանորեն թիրախավորել է բոլոր բնակելի թաղամասերը, իրանցի գիտնականներին եւ զինվորականներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ այլ անձանց։ Արդյոք Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը ռազմական եւ միջազգային կենտրոն է։ Այս ռեժիմի վաղկոտ հարձակումը Իրանի պետական հեռուստառադիոընկերության վրա հարձակում է ճշմարտության վրա եւ դա նրանց հուսահատության նշան է։
Նրանք ձգտում են լրացնել ճշմարտությունը, բայց պետք է հասկանան, որ ճշմարտությունը հնարավոր չէ լրացնել ռմբակոծությունների միջոցով։ حمله به تأسیسات هسته‌ای ایران شاید آخرین خط قرمز حقوق بین‌الملل است که رژیم صهیونیستی از آن عبور کرده و اگر جامعه بین‌الملل به این خطوط قرمز بی‌تفاوت باشد مطمئناً تبعات آن برای همه کشورهای دیگر هم خواهد بود. انتظار ما از جامعه بین‌الملل محکومیت قوی حمله به تأسیسات هسته‌ای و مجازات رژیم صهیونیستی به خاطر این اقدام است. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը թերևս միջազգային իրավունքի վերջին կարմիր գիծն է, որը հատել է սիոնիստական ռեժիմը, եւ եթե միջազգային հանրությունը անտարբեր լինի այդ կարմիր գծի նկատմամբ, դրա հետևանքները անշուշտ կազդեն մյուս բոլոր երկրների վրա։ Մեր ակնկալիքն է միջազգային հանրությունից, որպեսզի դատապարտվի միջազգային օբյեկտների վրա հարձակումն ու պատժվի սիոնիստական ռեժիմը այդ գործողության համար։ ما مصمم هستیم از خودمان دفاع کنیم و تا رفع تجاوز و تنبیه متجاوز به این دفاع مشروع ادامه خواهیم داد. تاریخ تجربه‌های فراوانی از کمربندی دشمنان و مقاومت جانانه ایرانیان ثبت کرده است. هدف این تجاوزات نه موضوع هسته‌ای بلکه ضربه زدن به کیان ایران و هویت جمعی ایرانیان است. بنابراین همه اقشار مردم و طیف‌های سیاسی با هر سلیقه و دیدگاهی که دارند اکنون برای دفاع از کشور مصمم و یکپارچه هستند. Մենք վճռականորեն դրամադրված ենք պաշտպանվելու եւ կշարունակենք այս օրինական պաշտպանությունը մինչեւ ագրեսիայի վերացումը եւ ագրեսորի պատժվելը։ Պատմությունը բազմաթիվ փաստեր է արձանագրել թշնամիների ագահության եւ իրանցիների քաջարի դիմադրության վերաբերյալ։ Այս ագրեսիաների նպատակը միջուկային խնդիրը չէ, այլ հարված հասցնել իրանական ինքնությանը եւ իրանցիների հավաքական ինքնությանը։ Հետևաբար բնակչության բոլոր շերտերը եւ քաղաքական խավերը անկախ իրենց ճաշակից եւ հայացքներից այժմ վճռականորեն տրամադրված եւ միասնական են երկիրը պաշտպանելու հարցում։ ایران کاملا ایرانی می‌جنگد. در سرزمین تاریخی‌اش، فرماندهانش، دانشمندانش، پدافندش، موشک‌هایش، پهپادهایش و همه چیزش ایرانی است و تحریم‌های ظالمانه و در تحریم‌های ظالمانه از صفر آنها را ساخته است. دشمن مقابل ما سرزمینش قصبی است. پدافندش، جنگنده‌هایش، پهپادهایش همه آمریکایی هستند. رهگیری حملاتش را 11 کشور انجام می‌دهند که 3 تایی از آنها قدرت اتمی هستند. او حمله می‌کند و ما دفاع می‌کنیم. ما واضح‌تر از این میدان نمادی برای اسیر بودن، ریشه‌دار بودن و شرافت نداریم. Այս պատերազմում Իրանը բացարձակապես իրանական է օգտագործում։ Իր պատմական հայրենիքում իր հրամանատարները, գիտնականները, պաշտպանությունը, հրթիռները, անօթաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչ իրանական է եւ դրանք ստեղծել է զրոյից, ճնշող պատժամիջոցների ներքո։ Մեզ դեմ առ դեմ կանգնած թշնամին գտնվում է զավթած տարածքում եւ նրա պաշտպանությունը, կործանիչները եւ անօթաչու սարքերը բոլորը ամերիկյան են։ Հարձակումները կասեցնում են 11 երկրների կողմից, որոնցից 3-ը միջուկային տերություններ են։ Նա հարձակվում է, իսկ մենք պաշտպանվում։ Մենք չունենք բնիկ լինելու, արմատներ ունենալու եւ պատվի ավելի հստակ խորհրդանիշ, քան այս դաշտը։ به صراحت اعلام می‌کنیم که به دنبال گسترش جنگ نیستیم، اما در برابر هر سناریویی آماده است. ما خواهان گسترش جنگ نیستیم مگر اینکه به ما تحمیل شود. ما خواهان گسترش جنگ به کشورهای دیگر یا به منطقه نیستیم مگر اینکه به ما تحمیل شود. جمهوری اسلامی ایران و
خطوط قرمز اعلام شده خود در منطقه نیز ایستاده و از آن عبور نخواهد کرد. آزموده را آزمودن خطاست. Մենք հստակորեն հայտարարում ենք, որ չենք ձգտում պատերազմի սրմանը, բայց պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Մենք չենք ցանկանում պատերազմը սրվի, եթե այն մեզ չպարտադրվի։ Մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում կամ տարածաշրջանում, եթե այն մեզ չպարտադրվի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում կպահպանի իր հռչակած կարմիր գծերը եւ չի շեղվի դրանցից։ Փորձվածը փորձելը սխալ է։ در خاتمه از دولت ارمنستان به خاطر مواضع شفاف در محکومیت این تجاوز تشکر می‌کنیم و قدردان ابراز همدردی و همراهی مردم شریف ارمنستان هستیم. ما حمایت معنوی ملت ارمنستان را در کنار خودمان احساس می‌کنیم. Եվ վերջում մենք շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը այս ագրեսիան դատապարտելու վճռական դիրքորոշման համար եւ բարձր ենք գնահատում Հայաստանի ազնիվ ժողովրդի զորակցության եւ աջակցության համար։ Մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը։ Եվ Հայաստան, եւ Իրան